Հանրության շրջանում կա այսպիսի մի արտահայտություն տոքսիկ հղիություն։ Բացատրեք մեզ դա որն է։ Հիմա չի ընդունվում այս տերմինը։ Մենք առանձին այդ տոքսիկոզի մեջ մենք տարբեր բաներ էինք մտցնում, հղիների փսխումը, հղիների ինչ որ այս վիճակը, հղիների թքահոսությունը, հղիների հետ կապված անգամ ճնշման բարձրացումը, գեստոզներ էինք ասում եւ այլն, sense որոնք այդ տոքսիկոզների առաջին կեսի տոքսիկոզներ էինք ասում, հետո երկրորդ կեսի տոքսիկոզներ, այդ տերմինը դուրս եկավ։ Եվ չնայած ժողովրդի մեջ դեռ ինքը անցնում է, որ ես թունավոր հղիություն եմ տանում եւ այլն, այսպես ու բան, հղիություն ինքը թունավոր չի, հղիությունը շատ հաճելի բան է, բայց ուղղակի հղիության ժամանակ որոշակի մեր հորմոնալ եւ տեղաշարժեր են տեղի ունենում, որոնց ժամանակ դրդված վիճակում է գտնվում մեր փսման կենտրոնը, մեր էսմիոս կենտրոնը, այն ինչ իրավիճակը, որոշակի իրավիճակներում ընկերքի կողմից արտադրվող հատուկ նյութերի ավելցուկ, պակասորտ եւ այլն, որոնք բերում են անոթների սպազմին, վիճակի, վիճակների, որոնք փոխվում են իրավիճակը։ Եվ արդեն ամեն կոնկրետ հղիության ախտաբանություն մենք իրանց անուններով ենք դիմում։ Արդեն չենք ասում առաջի կեսի տոքսիկոզ, այլ հղիների սրտխառնոց եւ փսխում։ Երկրորդ կեսի այդ գեստոզների եւ բառների արդեն ասում ենք պրեկլամպսիա, հղիների հիպերտենզիաներ եւ այլն։ Այսինքն ունենք հստակ դասակարգում արդեն կոնկրետ ինչ որ մի բան, որը հղիության հետ է կապված, կոնկրետ այդ անուն տալով հղիության հետ։ Երբ այսինքն պտուղը մենք հանեցինք, այդ իրավիճակը պետք է անցնի օրգանիզմից կամ պետք է անցնի առաջի 2 ամսվա ընթացքում։ Եթե դեռ դա շարունակում է մնալ, ուրեմն հղիության պայմանավորված չի։ Ինքը օրգանիզմում ունեցել է խնդիրներ եւ պահանջող